Star News-ը շարունակում եմ մեկ հոլովակի միջոցով ձեզ ծանոթացնել շոու բիզնեսյան անցուդարձին։ Սիրված դերասանուհի Էլեն Սաֆարյանը այսօր նոր հրապարակում է կատարել, նվիրված Հանրապետության տոնին կազմակերպված շքերթ զորահանդեսին։ Էլենը կիսվել է տոնական կադրերով, որտեղ երևում են երկնքում հայկական եռագույնի գույներով թռիչք իրականացնող ինքնաթիռները։ Սակայն հետևորդների ուշադրությունը գրավել է ոչ միայն լուսանկարը, այլ նաև Էլեն Սաֆարյանի գրառումը։ Ոչ մի արտասովոր բան, ուղղակի ապագաս կեսրայրս է օդում, գրել է Էլենը լուսանկարին կից։ Հրապարակումից պարզ է դարձել, որ նրա ապագաս կեսրայրը օդաչու է և մասնակցել է տոնական ավիաշքերթին։ Իսկ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը սոցիալական հարթակներում հրապարակել է մի տեսանյութ, որում պատմում է իր տարօրինակ սովորությունների մասին։ Դրանք բավականին զվարճալի են։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ 3 տարօրինակ բան, որ գուցե շատերը չեն սիրում անել, բայց ես սիրում եմ։ Առաջինը սիրում եմ խառնել անհամատեղելի համեր։ Կարող եմ հանգիստ ուտել շոկոլադ, դրանից հետո կծու, թթու եւ այդպես շարունակ։ Երկրորդը սիրում եմ մենակ գնալ կինոթատրոն։ Կարող է դա շատերի համար տարօրինակ լինի կամ ինչ-որ դիսկոմֆորտ վիճակ, բայց ինձ այդպես շատ լավ եմ զգում։ Եվ երրորդը սիրում եմ ինքս ինձ հիմար չելենջներ հայտարարել։ Օրինակ կարող եմ թեյնիկը միացնել եւ սեկունդամերով ժամանակ պահել, թե այդ ընթացքում ինչ կհասցնեմ անել, մինչեւ թեյնիկը կհասցնի եռա եւ անջատվի։ Այսպիսի բաներ։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե դուք ինչ տարօրինակություններ ունեք։ Էվելինա Շահիրյան կրտսերը տատիկի Էվելինա Շահիրյանի հետ նոր տեսանյութ է հրապարակել, որը սպասված է երկրպագուների կողմից, քանի որ Էվելինա Շահիրյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ, ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկն է։ Էվելինայի և տատիկի հոլովակը ջերմ արձագանք է ստացել համացանցում։ Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը։ Այս ֆորմատը շատ էի սիրել, դրա համար կրկին տատիկին հարցնում ենք ինչն է նորմալ, ինչը նորմալ չի։ Պատրաստ ես։ Ըստ քեզ նորմալ է, որ երիտասարդ զույգը չցանկանա իր երեխայի անուն դնել տատիկի կամ պապիկի անունով։ Նորմալ է։ Բայց այդ մի տեսակ ասցի նորմալ է։ Դե որովհետև եւ նա եմ ընդունում եւ նա հիմա դու գոհ չես, որ իմ անունն ես կրում։ Ես պապիկի ազգանունը։ Ես գոհ եմ, որ կրում եմ քո անունը, բայց իմ համար անունը փոխանցելը դա ոնց որ ճակատագիր փոխանցես։ Դե ես ում է դա ասնոթապաշտություն է։ Չեմ կարծում, որ դա այդպես է։ Դա շատ է։ Իսկ նորմալ է համարում երիտասարդների ցանկությունը առանձին ապրելու։ Նորմալ է։ Նորմալ է սա։ Դա ճիշտ է։ Իսկ քեզ համար նորմալ է, որ ամենակից պապաները շատ հաճախ օգնում են մամաներին երեխաների խնամքի հարցում։ Նորմալ է, իհարկե պետք է օգնեն։ Քո համար պարտադիր է, որ հարցս կեսուրին ասի մամա։ Չէ։ Չէ, դա կարևորը հարգի։ Իհարկե, կարևորը հարգի որպես մամա, ընդունի որպես մամա, իսկ ասելը դա արդեն Բայց նույնիսկ կեսուրն է որպես աղջիկ, չէ՞ պետք է ընդունի։ Դե իհարկե։ Ըստ քեզ, կինը ավելի շատ պետք է տան մաքրությանը ուշադրություն դարձնի, թե իր արտաքին տեսքին։ Ինձ թվում է պետք է եւ արտաքինին եւ տան։ Եթե չի հասցնում համատեղել երկուսն էլ, դե պետք է կարողանա համատեղել։ Ինձ թվում է, եթե կինը ուզում է, կարողանում է։ Եթե ուզում է, կարողանում է։ Լավ, շնորհակալություն Տիկին Շահիրյան։ Խնդրեմ։ Օրորդ Շահիրյան։ Ինչ ունեմ ես։ Տալիս եմ անհարմար հարցեր տատիկին։ Բայց ինչու անհարմար։ Այդպես է ստացվել։ Հիմա պատկերացրու տատի։ Անմարդաբնակ կղզի ես գնում ու պետքա մի հոգու հետո տանես։ Ինձ կտանես թե նանային աղջկան։ Նանային։ Վերջին զանգյոցին տարեք ստեղ։ Նայ, ավելի հպարտ ասում ես, որ ես քո թոռն եմ, թե Դանի նկարներն ես ինչ որ մեկին ցույց տալիս։ Վայ, համեն։ Չէ, մեկը։ Ճիշտն ասա։ Ու ճիշտն ասա։ Դանի։ Մի խանգարի է։ Ծովում խեղդվում են թոռները։ 4. Ես, Արմանը, Արտաշը, Արենը։ Առաջինը ում կփրկես։ Ինձ կփրկեն, Դու չես խեղդվում։ Ես Արմանին կփրկեմ, որ Արմանը հետո բոլորից փրկի։ Հասկացա, լավ, Արմանը որ Ամերիկայի օվկիանոսներում է, մենք ստեղ Հրազդանի գետում ենք խեղդում, առ պատկերացրու, մի հատ ֆիլմ է, այնտեղ նկարվում ենք համ ես, համ դու,
բայց կամ ես հետդ չեմ նկարվում ու դու ստանում ես 5 անգամ ավելի բարձր հոնորար, որը կընտրես։ Նկարվում օրինակ հետդ Մկրտչյան Էման։ Որտեղ գումարն է շատ։ Այսինքն Ես կամ քո կյանքում շնորհակալ եմ թանկս։ Չին հարցնեմ տալիս։ Ունես 4 թոռ, 3 ծոռն ու լավ է, 3 ծոռները հեչ։ Պատկերացրու, որ պետքա գնաս անցյալ ու որոշում կայացնես, որ այդ թոռներից մենակ մեկն է լինում քո կյանքում կտրես։ Շնորհակալություն այսքան։ Լավ կոմենտներ գրեք, որ էլի նկարվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Մանուչարյանը իր Instagram-յան էջում հայտնել է այն մասին, որ մասնակցելու է մի հեղինակավոր միջոցառման, որի ընթացքին լինելու են նաև Միացյալ Նահանգներում հայտնի շատ անուններ։ Առաջարկում ենք լսել դերասանուհուն։ Բարի օր, սիրելի հետևորդներ, չեք հավատա, բայց ես այսօր հրավիրված եմ Պատրիկ տա համաշխարհային ճանաչում ունեցող կոսմետիկայի բրենդի նոր շարքի շնորհանդեսին, որտեղ լինելու են ամերիկյան հայտնի աստղեր, ինֆլուենսերներ, մի խոսքով ասած ինչ-որ աստղային վիճակների մեջ եմ լինելու, մոտավորապես 1 ժամ հետո։ Գնում եմ ինձ համար զուգագուլպա գնեմ, որովհետև dress code կա, սև կարծիքեստ պիտի, այդ ոճի հագուստ պիտի կրենք։ Եվ փակ կոշիկ եմ հագնելու, հետևաբար գնում եմ մի խոսքով աղջկական առևտրի, կփորձեմ սթորիներ անել, կփորձեմ չէ կանեմ, տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Եվ ես տրամադրված եմ, որ շատ հետաքրքիր ժամանց եմ ունենալու։ Իսկ հետո գնալու եմ Վոնի ծնունդին, Վանի Դե իսկ Լիլի Մորտոն շարունակում է ցույց տալ իր ընտանիքի կողմից ստացած գերշքեղ ու թանկարժեք նվերները։ Այս անգամ հերթը ամուսնու անակնկալ նվերիններ։ Մոդելը չի դադարում ցույց տալ իր շքեղ կյանքը Միացյալ Նահանգներում։ Արդեն գիտենք պապան ինչ անողիրում, որովհետև ինքը ոնց որ որոշել է իմ համար կոլեկցիա հավաքի, եթե իհարկե ճիշտ եմ։ Հաստատին ճիշտ եմ գուշակել, տեսնենք ինչ է։ Շատ սիրուն է, վաու, շատ սիրուն է, ես սա տեսել էի ճիշտ ասած, ինձ իրա դիզայնը շատ դուր եկել, շատ սիրուն է մենք, սա էլ շիշը դնելու համար է, մենք, հալորեցկան հանգիստ քնած եմ, ոնց մամամա հանգիստ դվոգտ նկայ, նայք, քրիքը գրպանել, ինչ ուտել կարակ դնում,